ճշմարտության կողքին կանգնել։ Եկեք այսպես ասենք, ինչ անենք, որ այդ անոնների մասին եք խոսում, բայց այս պահի դրությամբ, եթե ընդդիմությունը այս անգամ էլ մսխի եւ վերջնական միասնական հաղթանակ չգրանցեք Գյումրիում եւ առհասարակ Հայաստանում, ընդդիմությանը կներեն թե չէ, մեկ էլ որ ասում եք վերադասները փորձեցին խառնել եւ այլն, այդ վերադասը ում նկատի ունեք, եւ եթե փորձել են խառնել, ապա հիմա ինչու դա չպիտի անեն։ Իսկ ով է ասում, որ հիմա չեն անում, իսկ հիմա ով է ասում, որ չեն անում։ Ավարտել պարոն Ղուկասյան, եւ եթե այդպես էր, գիտեիք, որ այս պատկերն եք ունենալու, գուցե մի փոքր համեստ հայտարարություններ անեիք քարոզարշավի ընթացքում։ Գիտեք ինչ, մի բան ասեմ ձեզ, համեստ հայտարարություններ անելու չանելը դա արդեն քո գործը չի։ Ես գիտեմ, թե ինչ եմ արել, ու եթե որևիցե մեկը ինձ ասի, թե մի հատ նստենք դեմ իրար հետ խոսենք ու ասենք, թե գիտեք, ինչի համար եք այս հարցը այս բանը արել, ես այնքան բան ունեմ ասելու։ Ուրեմն էլի ինձանից ոչ մի բան դուրս չի եկել, ինձանից ոչ մի բան դուրս չի եկել, դուրս է եկել նմանատիպ մարդկանցից եւ եթե ճիշտ մարդկանցով էլ հավաքվենք նստենք մեծ ու պզդիկ հասկացողությամբ, ես ասելու շատ բան ունեմ իրենց նկատմամբ, դա մեկ։ Այսինքն ես կյանքում իմ հարաբերությունները երբեք չհավատակ, որ ես հանգարցակի գլուխս կախած ման կալած լինեմ, որովհետև ես միշտ ճշմարտության ջատագովն եմ, թեկուզ այդ ճշմարտությունը ինձ ուրեմն վնասում է, բայց ես ճշմարտությունից հեռու չեմ փախնում, հասկանալի է։ Եվ դրա համար իմ ապրելակերպը այդպիսին է եղել, դա մեկ։ Երկրորդ հեշտին էր մյուսը որն էր, ինչ ասեցի։ Ժողովուրդը կների ընդդիմությանը, որտեղ ժողովուրդը միանշանակ չի ներելու ընդդիմությանը, նամանավանդ գյումրեցիները, ով ուզում է սեղի, ինչքան հարկանք ունենաս քաղաքի մեջ, ով քեզանից ինչ ուզում ես արած եղի, եթե հանգարց այս պահին ժողովրդի ձայները, ժողովրդի հույսը խապեցիր, ինչ որ մի այլ տեսակետով ուզեցար ֆռցնել, սպես բաներ, միանշանակ չի լինի։ Ժողովուրդը կոնկրետնի, այդպես ասեմ, կոնկրետնի լավ բառ է, քո գնահատականը տալու է։ Հասկանալի է։ Всё։ Պարոն Սասյան, ես եմ մի հարցնեմ Անիա Բաղյան ABC մեդիա։ Եթե Մարտին Գրիգորյանը կոալիցիա չկազմի, բայց 2-3 քվեով օգնի, որ դառնա քաղաքապետ։ Մտավախություն չունեք, որ հետագայում կառավարման ճգնաժամ կառաջանա։ Եվ օրինակ ոչ բոլոր հարցերն, ինչպես դուք եք ուզումները պատկերացնում, այդպես կընթանա։ Ես եթե հանգարց մենք ուրեմն ապահովեցինք մեր 17 ավականու ձայները, ես չգիտեմ, թե հետագայում ոնց կարող է ինչ-որ մի պրոբլեմ մենք ունենանք, մենք այդքան էլ կորած մարդ չենք, հետո գիտեք ինչ կա, յուրաքանչյուր ավականի, եթե մտածի, որ ասենք հույսը դնի այսօրվա իշխանության վրա, այս իշխանության կյանքը շատ կարճ է, հետո այս քաղաքում ապրելու է, հետո կա ընդհանուր առմամբ, գիտես ինչ, ճիշտ ու սխալ ապրելակերպի, ուրեմն գնահատական, եւ գյումրեցիները շատ շուտ կտան իրեն, որ մարդը չի կարող ընդուք փողոցում քայլի կամ ինչ-որ մի բան անի, անպայման որտեղից անցնի, իր ուրեմն պիտակը ճակատին կասեն եւ այդ մարդը ոնց կարա ապրի, ասենք այդպիսի մարդ հիմա շատ քչերն են, որ ասենք այդպես կուզենան ապրել, բայց մարդուն Գրիգորյանի հետ կապված ես հորը ճանաչում եմ, հոր եղբայրներին ճանաչում եմ, չեմ հավատա, որ ինքը հանգարց սխալ բան անի, ես գիտեմ, որ իրանք ճիշտ իրենց խոսքը կասեն, ես հույսով եմ դրան, ես հավատում եմ դրան։ Պարոն Ղուկասյան, իսկ եթե քաղաքապետի պաշտոնը զբաղեց